Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր սեպտեմբերի 29 է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների թեմայից, որտեղ դա միայն Մոլդովային չի վերաբերվում, նախնական արդյունքների համաձայն նախագահ Մայա Սանդուի Եվրոպամետ գործողություններ եւ համերաշխություն կուսակցությունը Մոլդովայի նոր խորհրդարանում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը, ռուսամետ ընդդիմությունը կրկին պարտություն է կրել։ Գործողության եւ համերաշխության կուսակցությունը ստացել է մոտ 49%, չնայած միշտ դժվար եմ հասկանալ, թե ինչ ասել է 49-7-ը բացարձակ մեծամասնություն, գոնե այդ բացարձակը պետք է 50-ից ավել լիներ, միակողմանի կարողանային կառավարություն ձևավորել, ինչը նրան տալիս է խորհրդարանի 101 տեղերից 54-ը։ Դա ճիշտ է, ավելի քիչ է, քան խորհրդարանի հեռացող կազմում 66 падգամավոր կա, այսինքն ավելի շատ ունեին արևմտամետ падգամավորներ, հիմա ավելի քիչ, թեպետ շատ լուրջ ցուցանիշ է, բայց այնուամենայնիվ քիչ է։ Մեկ այլ Եվրոպամետ քաղաքական կազմակերպություն այլ ընտրանք դաշինքը նախնական արդյունքների համաձայն կստանա 8 մանդատ։ Այսինքն այդ երկուսով արդեն կարող են կառավարություն ձևավորել։ Իհարկե հաշվի առնենք, որ Մոլդովան խորհրդարանական կառավարման համակարգ է, այսինքն այս ընտրությունները շատ կարևոր է այդ պետության համար։ Թեպետ նշվում է, որ Մայա Սանդուի կուսակցությունը, Մայա Սանդուն նախագահ է, բայց այդ երկիրը նախագահական կառավարման համակարգ չէ։ Թեպետ Մայա Սանդուն առաջի կին նախագահն է, բայց առաջինը չի, որ ուղիղ ընտրություններով նախագահ է ընտրվել, իրանց մոտ էլ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում պարլամենտն էր ընտրում նախագահին, ոնց որ մեր մոտ։ Բայց հետո սահմանադրական դատարանը փոխեց այդ կարգը եւ Իրանից առաջ, Սանդուից առաջ Իգոր Դադոնն արդեն ուղիղ ընտրություններով էր ընտրվել։ Բայց միևնույն է, դրանից լիազորությունները շատ չի մեծանում։ Անցյալ տարի ինքը նորից հաղթեց, վերընտրվեց եւ հիմա դա շատ լուրջ քայլ է, արդեն խորհրդարանով մեծամասնություն ունենալու դեպքում այլևս որևէ խանգարող բան չկա, որ իրանք իրանց գրաֆիկով մինչև 2030 թվականն է Եվրամիության անդամակցությունը, չնայած նոր պարլամենտն ասում էր մեր լիազորությունը ավարտվում է մինչև 29 թվականը, կուզենանք մենք մեր պաշտոնավարման վերջի շրջանը մինչև այդ հարցերը կարողանանք լուծել նրանք, ովքեր թեկնածու պետություն են։ Այսինքն Մոլդովան իր հարցը լուծեց։ Իհարկե շատ դեպքերում դա ներկայացնում է որպես շատ խոշոր հաջողություն այս որոշումը, բայց օրինակ պակաս մտահոգիչ չի, որ ռուսամետ ուժերը այդքան լուրջ ձայն են ստացել։ Ապշելու բան է։ Դուք հո գիտեք, որ խորհրդային միությունը 48 թվական, աներեղություն, 40 թվականին օկուպացրեց Մոլդովան։ Բեսարաբիան էր, առանձնացրեց Մոլդովան։ Այսինքն դուք օկուպանտի կողմից եք, ժողովուրդ։ Ձեր երկիրը Ռումինիայի հետ էր։ Անգամ ձեր պետական լեզուն ռումիներենն է։ Այդ ուղղակի սահմանադրության մեջ որ չերևա, որ պետական լեզուն ուրիշ պետության լեզու է, գել մոլդավերեն, բայց այդպես լեզու կա։ Դուք կախված եք այդ ամեն ինչով։ Դուք եվրոպական պետություն եք, ձեր ամբողջ պատմական ու կյանքի ընթացքում։ Ոնց է ձեր մեջ առաջանում, որ այդքան ռուսամետ ալնում այդ ամեն ինչից հետո։ Լավ, Հայաստանից երբ որ ասում ենք Եվրամիություն, ասում են դե ընդհանուր սահման չունենք, եթե Վրաստանը չլինի, բա ինչ ենք անելու, բա որ առևտուր չանենք, բա Լարսով չանցնենք, բա ինչ ենք անելու։ Հազարով մի պատճառներ, որը որ բերում են ցույց տալու համար, որ հա մենք էլ ենք ընդունում, որ մեր ապագան Եվրամիությունն է, բայց քանի որ տեխնիկապես դա շատ ավելի բարդ է, դրա համար ենք մենք գտնում, որ չէ այնուամենայնիվ Ռուսաստանի հետ համագործակցություն։ Չէ՞ այդ Ռուսաստանի հետ մենք ճանապարհ չունենք, բայց ինչի եմ ասում։ Լավ մեր դեպքում որ պատճառ են բերում, մի կերպ հասկանում ենք։ Մոլդովայի դեպքում մաքուր եվրոպական պետությունը ինչ պատճառ է բերում, որ մինչև այսօր քու տարածքի մի մասը մերձ դնես դրա, Ռուսաստանը օկուպացրել է։ Այն դեպքում, երբ որ քո առաջ հանգիստ ճանապարհ է բացվելու,
Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան մի պետություն էիք։ Լավ չեք ուզում միավորվեք, հասկացանք։ Ուզում եք անկախ ըլնեք, հասկացանք։ Թեպետ Հայաստանից ձեր տարածքը մի քիչ է մեծ, բնակչությունը մի քիչ է փոքր։ Համարյա մոտարապես այդ հնարավորության պետություն է։ Այնուամենայնիվ, սա թեմա է, որ մենք պետք է հասկանանք ոչ միայն Ռուսաստանի ազդեցությունը, որ այդքան ձայն էին ստացել, այլ նաև այդ հասարակությունը իսկապես երկրի ներսում այդքան կա։ Այդ պարագայում, որ ձեռքները տնկեն, մեկնեն, արդեն մտնում են Եվրոպա։ Արդեն ժամանակացույցը կազմած է, բան չի մնացել անելու։ Իհարկե եվրոպական կառույցներից ողջունել են Եվրամիության արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը գրել է. Մոլդովայի ընտրությունը հստակ այո է եվրոպական ապագային, չնայած Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու եւ ձայներ գնելու հսկայական ջանքերին ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել ազատության ձգտող ժողովրդին, գրել է Կալասը։ Ինչա գրել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նա անդրադարձել է այդ թեմային եւ ասել Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին ինչ է ասել։ Մոլդովայի ժողովուրդն ասել է իր խոսքը եւ նրանց ուղերձը հստակ է ու բարձր։ Նրանք ընտրեցին ժողովրդավարությունը, բարեփոխումները եւ եվրոպական ապագա, Ռուսաստանի ճնշման եւ միջամտության պայմաններում։ Եվրամիությունը Մոլդովայի կողքին է այս ճանապարհի յուրաքանչյուր փուլում, գրել է Կոշտան։ Իսկ հիմա մենք նայենք Հայաստանում ինչ տեղի ունեցավ 2021 թվականին։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի ուժը հաղթեց, երկրորդ տեղում հայտնվեցին ռուսամետ երկու ուժ։ Իսկ ինչա 2021 թվականից մինչև հիմա մենք չենք տեսել, որ ամենակարկառուն ռուսամետ ուժը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն 3 ռուսամետ ուժ խորհրդարանում։ Հիմա այսօր ինչ պայքար է գնում հիմնական։ Եթե չենք ձևավորում մի հատ այլ ընտրանք, արևմտյան հստակ այլ ընտրանք, ինչ հալ ձևավորվելու։ Նիկոլ Փաշինյանի ուժ բացարձակ ռուսամետ։ Եվ նրան սատարող սազանդարներ ենթադրենք նրանց էլ հաջողվի անցնել։ Էլի բացարձակ ռուսամետ կդժգոհեն արևմուտքից կպաշտպանեն Փաշինյանին։ Փաշինյանն էլ ասպա Ռուսաստանը մեր եղբայրն է։ Եվ մեկ է ռուսամետ ուժեր, բացարձակ ռուսամետ էլ չեն էլ թաքցնում։ Եվ մեկ էլ որոշ խաղեր տվողներ, որոնք կարող է փորձեն ցույց տանի թե իրանք նոր ուժեր են, այդ արդյունքում վերջում ասեն ժողովուրդ ջան, որպեսի Փաշինյանից պրծնենք, միանալու ենք այս մարդկանց, կամ էլ նրանք էլ ասեն, որպեսի հանկարծ նախկինները չգան, կամ ռուսամետները, ստիպված միանալու ենք Փաշինյանին։ Ի սկզբանե հրաշալի իմանալով, որ իրանք այդ ձայները փախցնելու են նրա համար, որ միանային կամ այս թևին, կամ այն թևին։ Հիմա դուք պատկերացրեք իրանք ծրագիրն աշխատեց։ Արևմտյան այլ ընտրանք ստեղծված չի։ Ինչ ենք ունենալու 2026 թվականին ռուսամետ ուժերի եւ ռուսամետ ուժերի պայքար։ Արդյունքում հաղթելու է կամ պարտվելու է ռուսամետ ուժերը եւ մտնեն խորհրդարան իրանք։ Վերջ։ Իսկ այս ընթացքում Ռուսաստանի իրավիճակը բավոր փոխվում է։ Արևմուտքի հետ բավական լուրջ խնդիրներ է ունենում։ Բավոր այդ իրավիճակը ամիսներ հետո լրիվ ուրիշ վիճակ ունենանք։ Այդ ժամանակ ինչ ենք անելու։ Աշխարհը մեզ ոնց է նայելու։ Այս օրակարգով ենք գնում ընտրության։ Իսկ հիմա նայենք Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպել է հայ լրագրողներին ճեպազրույցի ժամանակ մի քանի դատարկաբանություններ ասել, բայց չես կարող չանդրադառնալ, որովհետև մարդը նախընտրական հերթական քարոզչությունն է տանում բոլոր հարթակներից, ուզմալի ՄԱԿ-ի ամբիոն, ուզմալի Ստրասբուրգ, կապ չունի, որտեղ մի հատ ամբիոն տեսավ կամ մի հատ միկրոֆոն տեսավ, վերջ, անցավ գործի։ Հիմա հասկանանք, վերջո ինչ է ասում, ուր է տանում այս երկիրը եւ նաեւ ակնկալում է, որ անպայման մի հատ էլ ընտրվի։ Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նրան, որ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, որին ստիպված է լինում հակադարձել Հայաստանի վարչապետը, ՄԱԿ-ի ամբիոնի դարձնելով հարցեր բարձելու հարթակի, նաև Գյանջայի ու միջոցառմանը բռունցք են ցույց տալիս, որ հիշեցնում են 44-օրյա պատերազմի հաղթելու մասին։ Արդյոք չի ստացվում, որ Հայաստանն է միակողմանի խոսում խաղաղության մասին։ Սա լրագրողի հարցն է։ Փաշինյանը նշել է.
Ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված, բացի այդ այնպես չէ, որ ես եմ միայն խոսում խաղաղության մասին, Ադրբեջանը նույնպես խոսում է խաղաղության մասին, այդտեղ տարընթերցում չկա մեկնաբանությունների մեջ, եթե ենթադրենք, որ ամեն ինչ հենց այդպես է, ինչպես նշվեց հարցի մեջ, հաջորդիվ ինչ ուրեմն, այդ ընկալումը, որ կա Հայաստանում եւ ծանոթ է նաեւ ինձ, ես հաճախ եմ ասում, որ այն ընկալումները, որոնք Հայաստանում կան եւ որոնց վրա հիմնվելով քննադատվում է իմ գործողությունները, ես այդ ընկալումների կրողն եմ եղել, դրանցից ոչ մեկն ինձ օտար չէ։ Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ կա մի կարևոր էլեմենտ։ Խոսքը վերափոխման մասին է, ինքնահայեցման մասին է, ճշմարտությունը, որը հայեցման չի ենթարկվել, ինքը այդ կարգավիճակը կորցնում է, ասել է Փաշինյանը։ Սորաբար ավտոմատների այդ դեպքում ասում են հայրենի համար սեղ 1-1։ Իսկ եթե արհեստական ինտելեկտին մենք հիմա Նիկոլ Փաշինյանի այս դատարկաբանությունը տանք, ասենք լամիատասա այս մարդը ինչ է ուզում ասի, արհեստական ինտելեկտը բնական ձևով կկախվի։ Կամ գլխից ինքը իրան կխփի, որպեսզի այլևս իրան նման ապուշ հարցեր չտան, թե ինչ ասե Փաշինյանը։ Ինչ ասել էս մարդը։ Օրինակ ինչ ասեց։ Քեզ պարզ ասում են, որ դու ասում ես խաղաղության փաստաթուղթ ենք ստորագրել, խաղաղություն ենք բերել։ Այն Ադրբեջանը, որը որ սկի նույնիսկ ամենաանշարժ թեմայով, որը վերաբերում է Տրամպի ուղի, դրա հետ կապված անգամ չի հարգում պայմանավորվածությունները, անգամ Տրամպին չի հարգում։ Եվ ինքը կանգնում ասում է Զանգեզուրի միջանցք։ Դու կանգնում ասում ես Զանգեզուրի միջանցքը դա պահանջատիրություն է Հայաստանի նկատմամբ։ Այսինքն դու ընդունում ես, որ դա պահանջատիրություն է։ Հայաստանի ժողովուրդը, որ դրանից մտահոգված է, օբյեկտիվ է այդ մտահոգությունը։ Դա ընդունելով ՄԱԿ-ի ամբիոնից ասելուց հետո ասում ես, բայց մենք խաղաղություն ենք բերել, հոմենագեշ չեմ խոսում։ Այն Ադրբեջանի, որո հետ պայմանավորվել է այդ խաղաղությունը, նա այդ խաղաղությունը չի ուզում բարդ է հասկանալ։ Նույնիսկ եթե ասի, որ ուզում է։ Իսկ հիմա ամբողջ շարունակություն է, այս ամբողջ նախընտրական քարոզարշավի իմաստը սա է։ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է։ Ինչու, որովհետև այս քաղաքականությունը խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 26 թվականի խորհրդարանական ընտրություններին ու պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը, ասել է Փաշինյանը։ Որ խաղաղության մասին է խոսքը։ Մենք, որ ժամանակին քննադատել ենք սկսած Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, քննադատել ենք, թե ինչ է զիջել։ Հաղթածը ինչու է զիջում, ինչու է ժամանակ տալիս թշնամուն, որպեսզի նա վերակազմակերպվի, ուժերը մոբիլիզացնի, զենք գնի, աշխարհի հետ աշխատանք տանի դիվանագիտական, որ իրան օկուպանտ չհամարեն։ Մենք դրան համար ենք մեղադրել Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Բայց Նիկոլ Փաշինյան, դու ասում ես խաղաղություն են բերել։ Բայց եթե խաղաղությունն ասում ես 96 թվականի դեկտեմբերի 3-ին, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնվեր Ադրբեջանի առաջարկած տարբերակին, խաղաղություն կլներ։ Պրոբլեմը ո՞րն է։ Այդ խաղաղությանը բերել ոչ միայն զիջումների գնով, բանակցային սեղանին հանձնելով, այլ պատերազմի գնով, 4000 զոհ տալու գնով, լան այդ կորածների թիվը սկիզբուկ չեք։ Կարելի է կարծել մտամ զոհերի թիվը ստույգ եք ասում։ Ինչի այդ են բանն է, որ հնարավոր չի ցուցակ ունենալ։ Որտե չեք ուզում իրական թիվ ասեք։ Բայց այդ խաղաղությունը դրա գնով եղավ, չէ՞։ Ասես բա մենք խաղաղություն ենք բերել։ Ով էլ հանձնել խաղաղություն կլներ էլի։ Եվ արդյունքում հաղթած ժողովրդի ոգին կոտրել, որ տենց է չի ստացվում։ 4000-ը քիչ էր պարզվում։ Դրա համար էր ասում, բա այն 10000-ը ինչի փախան, ինչի չէին գալի կոտորեինք, որ հիմա ձենները դուրս չգա։ Էսա բերած այդ խաղաղությունը։
Խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է, մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, Հայաստանի երրորդ հանրապետությունը երբեք չի իմացել ինչ է խաղաղությունը, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և իմիջիայլոց պետք չի շտապել, այդտեղ էլ պետք չի շտապել, այսինքն մենք խաղաղությունը չգիտենք ինչ է, եթե զիջեինք կիմանայինք ինչ մի պրոբլեմ էր, որ էդ էինք խոսում բա, խաղաղություն ինչի գնով, բայց շարունակությունը նայեք, կարող է նույնիսկ աբսուրդ հնչի, կարելի է կարծել մնացած ասածները աբսուրդ, չէ, ես մեկն է աբսուրդ, բայց խաղաղությունը կարող է սպառնալիքներ բերի, ասել է Փաշինյանը։ Պատկերացնում եք, այսինքն ինքը տեղ է թողում, ձեզ չթվա թե այս ասածը միամիտ բան է ասում։ Ինքը ասում է ժողովուրդը պետք է խաղաղության օրակարգի համար քվեարկի, մեզ նորից ընտրի 26 թվին։ Ժողովուրդն է խաղաղության տերը, պետք է քվեարկի մեր իշխանությունը երկարի։ Եվ հիմա ինչ է ասում։ Ժողովուրդ ջան, իմացի, կարող է խաղաղությունը սպառնալիք բերի։ Այսինքն եթե վաղը դու կկանգնես ու կասես, բա մեզ խաղաղություն է իր բերե, այսինչ սպառնալիք է, Նիկոլ Փաշինյանը կկանգնի կասի, բա դուք զգուշացված չէիք, որ ասեցի խաղաղությունը կարող է սպառնալիք բերի։ Բա դուք էլ քվեարկեցիք, ինձ մանդատ տվեցիք, ասի գնա սպառնալիքի գնով խաղաղություն հաստատի։ Ես էլ հաստատել եմ, դե որ սպառնալիք կա, ես ինչ անեմ, դուք եք մեղավոր։ Ձեր տված մանդատը հո չեմ կարող շպրտել, ես պատասխանատու մարդ եմ։ Այսինքն հայցում է ժողովրդից խաղաղության օրակարգով մանդատ, բայց զգուշացնում է, իմացի այդ խաղաղության մեջ սպառնալիք կա։ Այսինքն սպառնալիքի մեղքը վերցնելու ես քո վրա քո քվեարկությամբ։ Փաշինյանը ինչ անի, ընդամենը քո ասածները կատարողն է, ժողովուրդ ջան։ Հիմա հասկացաք ինչ է կատարվում։ Այսինքն այս խաղաղությունը ինքը լավ գիտի, որ խաղաղություն չի, բայց ուզում է գցի իրան ընտրողի վրա։ Այդ աշճանի անբարոյական է, շարքային անբարոյական չի, գիտաֆանտաստիկ անբարոյական է։ Եվ մեկ էլ ինչ է ասում։ Ես ասել եմ Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ համաձայն չեմ, անդրադառնալով քննադատություններին, որ հենց իր օրոք է եղել, որ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց, նա ասաց, բա մենք անկախ դատական համակարգ ունենալու համար չենք պայքարել, Փաշինյանն ասում է, եթե ուզում եք բոլորի դատավճիռները գրեմ տամ, ուզում եք դա, էդ ենք ուզում, էդ ենք ուզել, չնայած ես ասում եմ, այդ արդարացման հետ ես համաձայն չեմ, բայց մենք պետության ինստիտուցիոնալ կայացում ուզում ենք, թե չենք ուզում, սրանում է խնդիրը, եւ շարունակում է բացատրել։ Ես դատարան եմ փորձել շրջափակել, ես նաև դատական համակարգում եմ փորձել հեղափոխություն անել, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա չի ստացվել։ Բա որ դատարանը փակում էր, ասում ենք սխալ ես անում, բա այդ քո սազանդարները հարցակվում էին, ասում էին Փաշինյանը ինչ անում է ճիշտ անում։ Ճիշտ անում, այո, դրանց պետք է շրջափակել, այս պետք է անել, այն պետք է անել, կոչ է իրանում ժողովրդին։ Հիմա դու ընդունում ես, որ դա ձախողված քաղաքականություն էր։ Բա համի այդ ժողովուրդը հենց գիտեն դու ինչ անում ես, ամեն ինչ ճիշտ էր։ Այդ դրա համար չէին լսում ռացիոնալ ճիշտ կարծիքը։ Ասում են ձեր ուզածն ինչ է, մարդը արդար ձևով դատական համակարգ է ուզում վերականգնի կամ ստեղծի, չկար հնից որ վերականգնի։ Բայց հիմա ընդունում ես, որ դա չի ստացվել, որ դա չէ լուծումը։ Բա երբ որ խոսում ես արդար դատական համակարգից ու ասում ես, որ Քոչարյանի հետ կապված հոյես չէի գրելու դատավճիռը տայի, բա մոռացել ես, որ այդ շրջափակումը, որ անում էիր ու ասում էիր, ինչի դատավոր կա իմ ասածը չանի, բա այդ ո՞նց եղավ, որ Քոչարյանի հետ կապված դատավորը քո ասածը չարեց ու անպատիժ մնաց։ Բա եթե ուզում ես դատական համակարգը կայանա, իրավական համակարգը կայանա, դու վերցնում ես SMS ես ուղարկում ընտրովի մարմնի ղեկավարին, որը ի պաշտոն է քո ենթակայության տակ չի։ Դրանով ես ուզում արդար համակարգ վերականգնես, թե արդարությունը մենակ Քոչարյանի վրա էր բռնել, որտեվ Քոչարյանը քեզ պետք էր, որպեսզի բռնեիր, հերոսացնեիր, բաց թողեիր ընտրության մասնակցեր։ Որպեսզի ասեք ժողովուրդ ջան, աման, գալիս է Քոչարյանը, շուտ արեք եկեք Փաշինյանին ընտրեք, թե չէ գալիս է։ Չգիտենք ոնց եղավ, թե ինչքան էր Քոչարյանը քեզ պետք։
Այդ դրա համար դու կարող ես բոլորի հետ կապված միանձնյա ղեկավարում սահմանեիր, ով ինձ հետ համաձայն չի թող դիմումը գրի գնա, ասում է լավ այդ հասկացանք այդ կառավարության անդամա, բայց այդ ընտրովի մարդիկ քո կառավարության մեջ չեն մտնում, քո ենթական չեն։ Այդ մրցույթի հերն էլ անիծեցիր, այդ ընտրության ու անկախության հերն էլ անիծեցիր, երբ որ մարդուն SMS է ուղարկում, ասում է դե ժողովուրդը ինձանից է պահանջում, բա դրա համար ես պետք է կադրերին նշանակեմ։ Այս ժողովուրդը որ տեսնում է փողոցում կեղտոտա, էլի քեզանից է պահանջում, այդ ամբողջ իշխանությունը կենտրոնացրել ես։ Հիմա ինչ արե, դիր պահակներն էլ դու նշանակի, հավաքարարներն էլ դու նշանակի։ Որովհետև դու ես պատասխանատու։ Դա է ձևը, բայց այդ ձևի ես արդար համակարգ ստեղծում։ Թե այդ արդարությունը մենակ Քոչարյանի համար էր։ Այնքան ձգես, մինչև մեկը հայցային վաղեմությունով։ Այս ժողովուրդը այդ ամեն ինչը հասկանում են, Հիմա էլ են հասկանում, որ քեզ պետք է ռուսամետ ուժեր, որպեսզի նորից ասես Ժողովուրդ ջան, ուզում են երկիրը տանեն։ Այն դեպքում, երբ որ մարդիկ պարզ հարց են տալի, լայս ռուսամետների այդ վիճում եք հասկացանք։ Մենք ասում ենք, ընկեր, դուք երկուսը նույն դաշտում եք, ինչ կապիկություն եք անում։ Երկուսն էլ ասում եք Պուտինի հետ պետք է լավ լինենք։ Ձեր պայքարը ինչի համար է։ Ուղղակի որ հաջորդ խորհրդարանը նորից դուք կլնեք։ Այդքան բան։ Հաջորդ կառավարությունը դուք ձևավորեք։ Վերջ, ու դա լինի ռուսական կառավարություն, նույնիսկ եթե Ռուսաստանն այսքան խնդիրների մեջ է գցել Հայաստանին եւ խնդիրների մեջ ընկել է ինքը։ Դրա մասին էլ կխոսենք։ Իսկ հիմա նայենք, այդ նույն Զանգեզուրի Միչանսկի հետ կապված ինքը ասեց Բաքի ամբիոնից, բայց դա ադրբեջանցիներին չի հետաքրքրում։ Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սամետ Բաշիրլին հայտարարել է Զանգեզուրի Միչանսկի շահագործման հանձնումն էլ ավելի կմեծացնի միջին Միչանսկով տարածման ծավալները։ Եղավ։ Նրանց բացարձակ չի հետաքրքրում, թե դու ինչ ես ասում ՄԱԿ-ի ամբիոնից։ Որտեղ նրանք իրանց օրակարգ ունեն։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է. Թուրքիան եւ Ադրբեջանն արդեն լուծել են իրանց խնդիրները։ Այդ խնդիրներն իրականացնելու նպատակով Բաքու եւ Անկարան նախկինում փակել էին Հայաստանի հետ սահմանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը փակել են իրենց սահմանները Հայաստանի հետ նպատակ ունենալով թույլատրել տնտեսապես չեզոքացնել եւ վերջնականապես լուծել իրենց արժեվ դրած խնդիրները, ասել է Պապոյանը։ Նախարարի խոսքով, եթե Հայաստանում ցանկանում են շարունակել նախկին քաղաքականությունը եւ վերջնականապես կործանել սեփական պետությունը, ապա ինքը դեմ է արտահայտվելու եւ կանի ամեն ինչ, որպեսզի դա թույլ չտա։ Ես ամեն ինչ կանեմ հայ-թուրքական սահմանի բացման եւ հայկական տնտեսության զարգացման համար, ընդգծել է Գևորգ Պապոյանը, բայց հարց. Հայաստանի չեն ուզում կործանվեն, Թուրքիան ու Ադրբեջանն են սահմանը փակել։ Այսինքն համարում ես, եթե Թուրքիան ու Ադրբեջանը չբացեն, Հայաստանը կործանվելու է։ Բա որ չբացեն։ Իմանան մեկը կործանվում ես։ Բացի դրանից, այս արտահայտությունն է, չէ՞ ամենակարևորը, որ Թուրքիան ու Ադրբեջանը լուծել են իրենց խնդիրները։ Այսինքն համարում եք, որ Թուրքիան ու Ադրբեջանը ինչ ուզում էին, դուք տվել եք, բայց դեպի սահմանը չի բացվում։ Պարզ հարց։ Դուք ուզում եք սահմանը բացվի, դուք տվել եք այն ինչ որ իրանք ուզել են, բայց իրանք սահմանը չեն բացում։ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքում, որի պատճառով տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը նախաստորագրվածում գրած է, բայց դա ուժի մեջ չի մտել, Թուրքիան էլ ասում է, մինչև Ադրբեջանի պահանջը չկատարես, սահման բացող չկա։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք տվել ենք ամեն ինչ, որ իրանք բացեն, բայց իրանք չեն բացում, նշանակում է իրանք համարում են, որ ձեզանից չեն ստացել ամեն ինչ, էլի ստանալիք ունեն, բարդ է այդքան հասկանալ։ Կարող է մեկը չկա, որը հասկանա, որ եթե դու գտնում ես, որ ամեն ինչ տվել ես, ինչ ուզել են, ուրեմն ինչն էր խանգարում, որ սահմանը բացեն։ Մարգարայի անցակետն էլ բացած է։ Ուրեմն նրանք ավելին են ուզում։ Բայց մարդիկ էլ դա հասկանում են, ասում են նրանք ավելին են ուզում, ասում եք դե լավ ավելի հերիք այլի իրանք խաղաղություն են ուզում։ Բա խաղաղություն են ուզում ճիշտ ճանապարհը չեն բացում։ Ուզում են Հայաստանը կործանվի։ Հիմա եթե չեն բացում, ուզում են Հայաստանը կործանվի, ըստ Գևորգ Պապոյանի։ Որտեղ ասում է, եթե բաց չի, Հայաստանը կործանվում է։
Այսինքն հիմա Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանը կործանվի ու դուք նրանց հետ կնքած ձեր պայմանավորվածություններով ժողովրդին ասում եք հանգիստ նստեք տեղներդ, մենք հարցերը լուծել ենք։ Ձեզ խաղաղություն ա եկել, ինչ եք ուզում։ Վայելեք, գնացեք բանին, համերգին, հիմա էլ նոր մարդ ա գալու, անունն էլ չեն տալիս, որ գալու է երկի, Ժորժ ջան, գնացեք, երգեք, պարեք էլի։ Ինչի հետևից եք ընկել։ Հիմա շարունակությունը նայենք։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դառնալ դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ անհամատեղելի է լինել եւ ԵՄ անդամ եւ ԵԱՏՄ-ի անդամ, պատգամավորը նշել է. ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա։ Ընդհակառակը մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ։ Այսօր քվեարկված համաձայնագիրը նաև քննարկված եւ քվեարկված դրա մասին են վկայում եւ ես խնդրում եմ ձեզ նման օրակարգ չգեներացնել։ Այսինքն նույնիսկ վրթովումը լրագրողի հարցից թե ինչ եք օրակարգ մտցնում Եվրամիություն գնալու հարց չկա տենց օրակարգ։ Այսինքն որ Նիկոլ Փաշինյանն ասում է երբ որ կգանք մի դիրքի կհասնենք նոր կորոշենք Եվրոպա գնում ենք թե չենք գնում ասում է դա էլ չկա Ժորժ ջան մենք խորանում ենք գնում ենք ԵԱՏՄ-ով առաջ մենք ոնց կարանք Եվրոպա գնանք հա բայց նույն բանը մենք էլ գիտենք էլի ուղղակի դա խոստովանում է իշխանության պատգամավորը հանձնաժողովի նախագահը Չէ, հանձնաժողովի նախագահը ինքը չի։ Շարունակությունը նայենք։ Մենք մեր ԵԱՏՄ գործունեության շրջանակում տնտեսության հետ կապված շատ լուրջ ձեռքբերումներ ունենք եւ մենք դա գնահատում ենք, ասել է Վաղարշակ Հակոբյանը։ Պարզ է ամեն ինչ, Ժողովուրդ ջան։ Այս իշխանությունն է պայքարում ռուսամետ ուժերի հետ, որ հանկարծ Հայաստանը Ռուսաստանի տակ չգնա։ Դուք դες բան զգացիք։ Հիմա շարունակությունը նայենք, թե աշխարհում ինչ է կատարվում։ Այս բոլոր ռուսամետների պայքարի արդյունքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելեգը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը թույլ է տվել է Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին հաղորդավարու հարցին թե արդյոք ԱՄՆ նախագահի դիրքորոշումն իսկապես այն է որ Ուկրաինան կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին եւ որ դա թույլատրվել է նախագահ Տրամպի կողմից Քելեգը պատասխանել է Ես կարծում եմ որ կարդալով այն ինչ նա ասել է եւ կարդալով այն ինչ ասել է փոխնախագահ Վենսը ինչպես նաև պետքարտուղար Ռուբիոն, այո, պատասխանը այո է։ Օգտագործենք ձեր հնարավորությունները խորը հարվածներ հասցնելու համար, անձեռնմխելի վայրեր չկան։ Սա ասել են եւ Տրամպը եւ մյուսները։ Այսինքն առաջինը սա հենց Տրամպի խոսքն էր։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ասում են, որ Տրամպը թույլ է տվել Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնել։ Բանա փոխում Ժողովուրդ ջան։ Մենք նորից մտածում ենք գլուխ ջարդելով թե ով է Պուտինին ավելի լավ ծառայելու ու տենց ուզում ենք ընտրության գնանք ոնց որ Փաշինյանն է ասում իսկ ինչա ասե Ջեյ Վենսը նա կոչ է արել Ռուսաստանին արտանալ եւ ճանաչել իրականությունը ԱՄՆ փոխնախագահի խոսքով Ռուսաստանի համար գործնականում ոչինչ չկա որով կարելի է հպարտանալ Ուկրաինայի ռազմական դիմակայության արդյունքների համատեքստում Մենք շարունակելու ենք աշխատել հանուն խաղաղության եւ հույս ունենք, որ ռուսները իսկապես կարթնանան եւ կգիտակցեն իրավիճակի իրական պատկերը դաշտում։ Քանի ամիս պահանջվեց, որ հիմա նույն Ջեյ Վենսը հասկացավ, թե իրականում ինչա կատարվում ռազմական թաթերաբեմում։ Բայց գոնե հույս ունենանք, որ հիմա հասկացել են, ոնց որ թե վերջնական են հասկացել։ Բայց նաեւ շարունակությունը նայեք ինչ է ասում փոխնախագահ Վենսը։ Ռուսաստանի Դաշնության կորուստների մասին շատ մարդիկ են մահանում, բայց ցույց տալու բան չկա։ Դեռ քանի մարդ են նրանք պատրաստ կորցնել, դեռ քանի հոգու են պատրաստ սպանել, ընդհանրապես նվազագույն, եթե ընդհանրապես որևէ հաջողությունների համար հողի վրա։ Հիմա ինչ է նաև արդյունքն ասում Ջեյ Վենսը, ԱՄՆ իշխանությունները քննարկում են ՆԱՏՕ-ի Տամահավ քրթիռների մատակարարելու հնարավորությունը դրանք փոխանցելու համար Կիևին վերջնական որոշումը Տրամպի ձեռին է։ Հիմա ես Ռուսաստանի արձագանքն էլ կկարդամ ձեզ համար, բայց Տամագավը Ռուսաստանի համար կործանարար է։ Այնպես չի որ դա եսին վերջի մոդեռն մոդիֆիկացված ինչ որ հրթիռ է, չէ։ Անցյալ տարվա կեսերից մշակած զենքապ չնայած մինչև հիմա արտադրվում է, մինչև հիմա անընդհատ
մոդեռնիզացնում են, այնպես չի որ մոդիֆիկացնում են, այնպես չի որ դա հնացած է, բայց հարցը դա չի։ Սա մենակ հերիք է Ռուսաստանին կործանարար հարվածներ հասցնելու, որտեվ եւ օդից ցամաք եւ ջրային տարածքից խփել եւ նավից խփել մի քանի տարբերակներ ունեն եւ խորքային հարվածներ հասցնելու թևավոր հրթիռ, որը որ գործնականում ռուսական ոչ մի հակաօդային պաշտպանության համակարգ նրան որսալ չի կարող։ Հազիվ կարող աղակի նկատի թե գլխով ոնց անցա։ Այն ցածրության աթռնում, որ նույնիսկ աչքով կարելի է նկատել ինչպես է անցնում գլխավերևով, բայց որևէ սարք նրան չֆիքսի, ֆիքսելուց հետո էլ չի կարող հարվածել։ Էլ չենք խոսում այն մասին, որ տարբեր մոդիֆիկացիաներ մինչև 2500 կիլոմետր կարող են հարված հասցնել։ Այսօր տեղական արտադրության ուկրաինական դրոնների դեմ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը անզոր է։ Նրանք անգամ մայրաքաղաք Մոսկվան չեն կարողանում պահել։ Խայտարակ վիճակը Ռուսաստանի համար։ Ես չեմ ասում անգամ էներգետիկ համակարգներին հարվածները բացարձակապես ոչ մեկը չեն կարողանում պահել։ Բայց դրան գումարած Մոսկվան չեն կարողանում պահել։ Այսինքն դա արդեն ակնհայտ է։ Էս էր Պուտինն ասում ամեն ինչ գնում աստ պլանի։ Իր պլանների մեջ սա էր մտնում։ Բայց դուք պատկերացրեք, որ այս իրավիճակում Հայաստանը դեռ ընտրություն է կատարում, ով պետք է Պուտինին ավելի լավ ծառայի, բայց դրա համար են գժվում ենք արդեն, չենք կարող հասկանանք, թե ոնց բացատրենք, որ մեր ժողովուրդը պատկերացնի ինչ է կատարում։ Իսկ հիմա Ռուսաստանի վախվորած արձագանքը նայեք։ Այս արդեն այն արձագանքը չի, որ հոխորտում էր արևմուտքին։ Լա ինչ է ասում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. Մոսկվան պետք է հասկանա, թե ով է ղեկավարելու եւ արձակելու ամերիկյան տամահավ թևավոր հրթիռները։ Ուկրաինայի տարածքից ամերիկացիները, թե իրենք ուկրաինացիները, դա պետք է անի ամերիկյան զինվորականությունը, ով է որոշում այդ հրթիռների թիրախները։ Սա պահանջում է շատ մանրակրկիտ վերլուծություն, ասել է Պեսկովը, պատասխանելով Կրեմլի կողմից Կիևին տամահավ հրթիռների հնարավոր մատակարարման, ինչպես նաև Տրամպի համաձայնությամբ Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու հարցին։ Մենք անշուշտ լսել ենք հայտարարությունները, մենք ուսումնասիրում ենք դրանք։ Եկեք հասկանանք դրանից հնարավոր սպառնալիքները, հասկանանք, թե ով այնուամենայնիվ կներգրավի գործընթացում եւ հետո արդեն հնարավոր կլինի որոշել պատասխան դիրքորոշումը, ոչ թե հակահարվածը կամ չգիտես ինչ։ Հիշում եք ասում են, եթե այս բանը լինի, տեսեք ինչ են անելու։ Այս ինչ եք սենց վախվորած։ Այսինքն եթե ուկրաինացին հարվածի, բան չունես ասելու։ Եթե ամերիկացին հարվածի, Ամերիկային ես հարվածելու։ Սա խոսում է նրա մասին, լավ մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում, ով է անում, ինչ է անում։ Սա խոսում է իրանց անզորության մասին, որտեղ հասկանում են տամահավքի դեպքում իրանք իսկապես անզոր են։ Այո, ասում եմ, դա այն մի սարսափելի վերջի զենքը չի, հաստատ դա չի։ Բայց նույնիսկ այդքանը Ռուսաստանի այս խայտարակ վիճակի պարագայում կարող է կործանարել Ռուսաստանի իշխանությունների համար։ Եվ մենք պետք է սրանից եզրակացություն անենք։ Իսկ այն Հունգարիայի վարչապետը, որը որ լեղապատառ գնացել էր Տրամպի նախընտրական շրջանում հետը հանդիպել, մեկուսացրել են Եվրոպայում ինձ հույսս դու ես, հիմա այսօրվա դրությամբ ինքն է արդեն հարվածի տակ ընկել Տրամպի հարվածի տակ։ Փորձում է դիմադրել, բայց չի ստացվելու։ Տրամպը Եվրոպայի հետ է աշխատում, ոչ թե ինչ-որ մեկի հետ, որը դավաճանել է համաեվրոպական շահերը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատմել է, թե ինչպես ընտանեկան ընթրիքի ժամանակ իրեն զանգել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը եւ հարցրել, արդյոք Հունգարիան պատրաստվում է հրաժարվել ռուսաստանյան նավթից եւ գազից։ Իհարկե ես ճիշտ ներկայացրեցի հունգարական ազգային դիրքորոշումը, որովհետեւ մենք հավատալի ենք Հունգարիայի շահերին, ինչպես եւ պետք է լիներ, ասել է Օրբանը։ Այսինքն Հունգարիայի շահերը պահանջում է, որպեսզի իրանք Ռուսաստանից նավթ ստանան։ Տրամպին ասма չէ, էսեն էր, որ հույսը Տրամպն էր։ Սա էլ անգել պրոբլեմի մեջ, էլի, ինքը իր հետևից։ Հունգարիայի վարչապետը հավելել է, որ ընդդիմադիր կուսակցությունները ընդհակառակը լիովին գնված են Բրյուսելի կողմից, եւ եթե գան իշխանության, կես տարվա ընթացքում արմատապես կփոխեն Հունգարիայի քաղաքականությունը, համաձայնելով այն ամենին, ինչին ներկայիս կառավարությունը դեմ է։ Դուք պատկերացնում եք, ասենք, մարդ պետք է 30 ունենա, էլի։ Ասма Եվրոպամետ ուժերը ծախվել են Եվրոպայի։ Յա, լուրջ։
Ինքը ծախվել է Ռուսաստանը, չէ, բա դա սկզբունք է, դա համոզմունք է, բա դա վաճառք է։ Այսինքն դու Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ ես ծախվել ես Ռուսաստանի շահերն ես սպասարկում, դու ծախված չես։ Բայց Եվրոպայում այդ ուժերը, որ ասում են մենք պետք է համաեվրոպական ծրագրի կողմը լինենք, նրանք Բրյուսելի կողմից ծախված են։ Էս է ժողովուրդ ջան քաղաքականությունը։ Բայց մեկը ինքը դրատակից չի կարա դուրս գա ժողովուրդ ջան։ Իսկ հիմա նայենք նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ինչ ա գրել։ Եվրոպական երկրներում ինտերնետի բոլոր անկյուններից հայտարարում են Ռուսաստանի հետ առաջիկա 5 տարիների ընթացքում պատերազմի մասին։ Դա չպետք է տեղի ունենա։ Ինչու՞։ Ինքը գտնում է, որ չպետք է տեղի ունենա, որովհետև դա հակասում է մեր երկրի շահերին։ Ռուսաստանին սկզբունքորեն պատերազմ պետք չէ որևէ մեկի հետ, այդ թվում սառը հին Եվրոպայի։ Այնտեղ ոչինչ չի շահելու։ Եվրոպայի տնտեսությունը թույլ է եւ կախված է ԱՄՆ-ից, իսկ նրա մշակույթը անփառունակ կերպով քայքայվում է։ Եվրոպան կորցնում է իր ինքնությունը, վերածվելով ագրեսիվ միգրանտների։ Այդ դեպքում հարց է ցակում, բա դες կռիվը ձեռնտու չէր։ Ուկրաինայի վրա ինչ է հարձակվում։ Հա, ձեզ թվում է Ուկրաինան թույլ է։ Այս խեղճուկրակ Եվրոպան չի կարող պաշտպանի, բայց պաշտպանեց, չէ՞։ Հիմա փաստի առաջ ես կանգնել։ Երկրորդը ռուս ժողովրդի գլխավոր խնդիրն է զարգացնել իր տարածքները, այդ թվում վերականգնել մեր վերականգնված հողերը։ Սա ոչ հեշտ է, ոչ էլ էժան։ Այսինքն ինքը այդ հողերը, որը վերցրել են, դեռ պետք է դա վերականգնեն, ի՞նչն եք վերականգնել, հողից մոխիր եք անում այդ հողերը, դրա վրա ընդհանրապես հնարավոր է կամ շենք կառուցել, կամ քաղաք կառուցել, կամ էլ գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել։ Բայց ես ինչի պետք է հավատան, որ դուք ագրեսոր չեք, եթե իրանց աչքով են տեսել։ Երրորդ, Ռուսաստանը միշտ Եվրոպա է եկել միայն որպես ազատագրող, այլ ոչ թե որպես զավթիչ։ Ինչու նման պատերազմ չի կարող սանձազերծել հենց Եվրոպան, հա թե ինչու։ Նախ Ռուսաստանը, որ եկել է Եվրոպա ոչ որպես զավթիչ, բա Գերմանիային հաղթելուց հետո, Գերմանիային համատեղ ուժերով հաղթելուց հետո, Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրները ստացան ազատություն։ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները մնացին Սովետական միության գաղութ։ Գաղութ, բառից բուն իմաստով, ոչ թե որպես անգամ գործընկեր նրա ազդեցության տակ։ Որտեղ 56 թվականին Հունգարիան ընդամենը ցանկացավ Վարշավայի պակտի անդամ չդառնա, ասեց իմենչին պետք այդ ռազմական բլոկը։ Տանկերի տակ մարդկանց ճխլեցին կանանց ու երեխաներին։ 68 թվականին Պրագա երբ որ մտան Չեխոսլովակիայի մայրաքաղաք, այն ժամանակ դեռ առանձնացած էր Չեխիան ու Սլովակիան, արդեն գիտեին խորհրդային տանկերը ինչի են ընդունակ։ Դրա համար արդեն հանձնվեցին, որտեղ գիտեին, որ մարդկային ոչինչ չկա։ Հանձնարարությունը կան, հանձնարարություն տվողն էլ կա, քշողն էլ կա մարդկանց վրայով։ Այս ձևի եք խաղաղություն բերել։ Հիմա ասում են Եվրոպան ինչի համաձայն չի լինի կռվի։ Եվրոպական երկրները խոցել են եւ անմիաբան։ Նրանք կարող են հետապնդել միայն իրենց շահերը, փորձելով գոյատևել այսօրվա տնտեսական քաոսի մեջ։ Դրանք պարզապես չեն կարողանում հաղթահարել Ռուսաստանի հետ պատերազմը։ Եվրոպացի առաջնորդներն այլասերված ոչնչություններ են, որոնք անկարող են կրել որևէ լուրջ հարցի պատասխանատվության բեռը։ Նրանք զուրկ են ռազմավարական մտածողությունից, առավել ևս հաջող ռազմական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ կիրքից։ Եվրոպացիները մեծ մասամբ անգործունակ եւ անզոր են։ Նրանց չեն ցանկանում պայքարել որևէ ընդհանուր իդեալների կամ նույնիսկ իրենց սեփական հողի համար։ Եվ հարցը որն է, որ այս ձևի թերագնահատեցիք Ուկրաինային 4 տարինա կռվում եք։ Հիմա թերագնահատում եք Եվրոպային, հետո լացուկոսները դնում, որ Եվրոպան չօգներ, Ուկրաինան այսքան չէր կռվի։ Իսկ հիմա ինչու է պատերազմը դեռևս հնարավոր։ Մահացու պատահականության հավանականությունը միշտ գոյություն ունի, եւ հիմարների գերակտիվությունը չի վերացել, եւ նման հակամարտությունը կրում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի վերածվելու շատ իրական ռիսկ։ Հետևաբար մենք պետք է զգոն լինենք, գրել է Մեդվեդևը։ Այսինքն նկարագրեց, որ իրանց պատերազմ պետք չի, նկարագրեց, որ Եվրոպան պատերազմող չի, այդ կշիռը չունեն, եւ ամենակարևորը վերջում ասեց արկածախնդիրը մենք չենք։ Կարող է միջուկային պատերազմը ծագի այս եվրոպացիների պատճառով։ Հա, դուք չեք։ Բա միջև մի վախացնում եք, որ դուք միջուկային զենք օգտագործող եք, Ամերիկայի նախագահն էլ անընդհատ վախենում է, որ հանկարծ դա չանեք։
Այսինքն ուզում եք ասեք դուք չեք անելու։ Մենք գիտենք, որ դուք չեք անելու։ Մենք գիտենք, որ դուք կմեռնեք աթոռի վրա, բայց երբեք չեք վերացնի մի պետություն, որը դուք ղեկավարում եք, դա նորություն չի։ Այդտենց կարող եք Ամերիկայի ղեկավարներին խաբել։ Այդտենց կարող եք անգամ Ամերիկայի հատուկ ծառայություններին խաբել։ Բայց դուք չեք կարող խաբել Հայաստանում ապրած մարդկանց, ովքեր այդ ռուսական ազդեցությունն էլ գիտեն, ձեր կերպարն էլ գիտեն, թե դուք ինչի եք ընդունակ, դա էլ գիտեն։ Հիմա խոստովանում եք, որ չէ, դուք միջուկային զենք չեք ուզում օգտագործեք, ոչ ուզում եք, ոչ էլ կարաք օգտագործեք։ Մենք դա վաղուց գիտենք։ Ու արդյունքում միջուկային պատերազմ չի լինելու։ Միջուկային պատերազմ չի եղել նաև խորհրդային միության ժամանակ, որ պակաս ռազմական արսենալ չուներ եւ շատ մոտ էր ամերիկյան հնարավորություններին։ Բոլոր առումներով, համախառը ներքին արդյունքից սկսած, պետությունների քաշային կատեգորիաներով սկսած, ավելի շատ էլ բնակչություններ, քան Միացյալ Նահանգները։ Մենք դա հրաշալի գիտենք, ով չգիտի նրան ասեք։ Բայց հիմա արդեն խոստովանում եք, որ պատերազմը դուք չեք անելու, կասկածում եք կարող է Եվրոպան բզբզի ու ստացվի։ Հիմա այս մթնոլորտի մեջ Հայաստանը գնում է Ռուսաստանը, Մոսկվա, ժողովուրդ ջան։ Հասկանում եք։ Դե հիմա ասում եք հանգիստ գնացեք համերգ։ Լուրջ ժողովուրդ ջան, իրոք գտնում եք, որ մեր պակասը համերգն է։ Դե ինչ այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։